Տվեք ինձ թանգարան եւ ես կլցնեմ այն, ասում է Պաբլո Պիկասոն եւ իր հայրենի Մալագա քաղաքում լցնում է ուղիղ 3 թանգարան։ Պիկասոյի տուն-թանգարանը գտնվում է Պլասա դե լա Մերսեդում։ Այս հրապարակում է գտնվում նաև Պիկասոյի արձանը, որի հետ նկարվում են բոլորը, կամ գրեթե բոլորը։ Այստեղ թիվ 15 շենքում 1881 թվականի հոկտեմբերի 25-ին ծնվել է իսպանացի հանճարեղ նկարիչ Պաբլո Պիկասոն։ Այս տանը նա ապրել է 10 տարի, ստեղծել իր առաջին նկարները։ Այս թանգարանը պահպանում է նկարչի մանկական եւ ընտանեկան հիշողությունները։ Առաջին հարկում ցուցադրվում է Պիկասոյի վաղ շրջանի գրաֆիկական եւ խեցեգործական աշխատանքները։ Երկրորդ հարկում Պիկասոյի հոր Խոսե Ռուիս Բլասկոյի երբեմնի բնակելի տարածքն է եւ արվեստանոցը։ Այստեղ հավաքված են նկարչին ու իր ընտանիքին պատկանող իրերն ու լուսանկարները։ Շենքի վերին հարկում գտնվում է Պաբլո Պիկասո հիմնադրամի գլխավոր գրասենյակը, որը ստեղծվել է Մալագայի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ 1983-ին Պիկասոյի տուն-թանգարանը հռչակվել է որպես ազգային հետաքրքրության պատմա-գեղարվեստական հուշարձան։ Այս նույն հրապարակի թիվ 13 շենքում գտնվում է թանգարանի ցուցահանդեսային տարածքը, որտեղ այս պահին բացված է Պիկասո կյանքը Ֆրանսուազի հետ խորագրով ցուցահանդեսը։ Պաբլո Պիկասոյի հետ հանդիպման երրորդ վայրը Մալագայում նրա մյուս թանգարանն է, գլխավորը, որը գտնվում է տուն-թանգարանից 400 մետր հեռավորության վրա։ Այն տեղակայված է Բուենավիստա պալատում։ Երկհարկանի այս շքեղ շինության մեջ ներկայացված մշտական ցուցադրությունը ներառում է աշխարհահռչակ նկարչի կյանքի 8 տասնամյակը։ Այստեղ հավաքված են նրա արվեստի բոլոր ուղղությունները ներկայացնող գործեր, սկսած ակադեմիական ու դասական կերպարվեստից մինչև կապույտ ու վարդագույն շրջաններ եւ կուբիզմ։ Մալագայում լինելու դեպքում անպայման այցելեք Պիկասոյի թանգարանները, առնչվեք արվեստի հետ, չէ՞ որ, ինչպես ինքը Պիկասոն էր ասում, արվեստը մաքրում է հոգին առօրյա փոշուց։